Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես այսօր հրապարակվեց ՀՀ արտաքին հետախուզության զեկույցը, ինչից պարզ դարձավ, որ այսպես ասած խաղաղության դարաշրջանը մուտք է գործել միայն Հայաստանի կառավարություն, շրջանցելով տարածաշրջանը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հանրության վրա ինչ-որ թղթեր է ծախում, Ալիևը գործուն քայլեր է անում խաղաղության մեդալի հակառակ կողմի ուղղությամբ։ Ես հարգելի հետևորդներ կցանկանամ զեկույցը մեջ բերել բառացիորեն, որպեսզի որևէ տարընթերցման տեղիք չտա։ Եվ այսպես, ըստ զեկույցի, ծառայության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Դրան զուգահեռ, ըստ նույն զեկույցի, ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Ընդ որում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք հարգելի հետևորդներ, որովհետև շատ կարևոր շեշտադրում է, ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերին և շատ դեպքերում իրականացվում հենց այդ ոլորտների հաշվին։ Այսինքն սա ինչ է նշանակում հարգելի հետևորդներ, որ Ադրբեջանը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է, որ մենք թևակոխել ենք խաղաղության դարաշրջան, Ադրբեջանը այլ ճյուղերի զարգացման հաշվին շարունակում է ավելացնել ռազմական բյուջեն։ Այլ խոսքով Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որովհետև ռազմական ոլորտը Ալիևի համար մնում է գերկարևոր նշանակության ճյուղ։ Շատերը կհիշեն, որ ժամանակին Ալիևը հայտարարեց, որ եթե մեզ չտրամադրվի կապ Նախիջևանի հետ, ապա մենք այն կվերցնենք ուժով։ Արդյունքը եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքով տրամադրվեց կապ, որպեսզի Նախիջևանը ավելի շուտ տրամադրեց ուղի, որպեսզի Նախիջևանը կապ հաստատի Ադրբեջանի հետ, այլ խոսքով Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան ուղիղ կապ հաստատեցին իրար հետ։ Իհարկե, սպառնալիքներն իրենց դերը խաղացին և Ադրբեջանն ու Թուրքիան հասան իրենց նպատակին։ Հատկանշական է նաև շեշտել, որ Ադրբեջանը հայտարարում էր, որ Հայաստանը ինչպես ուզում է թող այն անվանի, այդ ճանապարհը, այդ ուղին, այդ միջանցքը անվանի։ Մեզ համար կարևորը կապն է և ոչ թե անվանումները։ Եվ այդ առումով Ադրբեջանի արտաքին հարցերով խորհրդական Հաջիևը հայտարարեց, բառացիորեն մեջբերում եմ նաև Հաջիևի հայտարարությունը, Հայաստանի իշխանությունները ինչպես ուզում են թող այդ ուղին անվանեն, կարևորը որպեսզի մենք այդ ուղին ստանանք։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը այն անվանեց Թրամփի ուղի, այն անվանեց TRIP։ Ալիևը ու Էրդողանը շարունակեցին այն կոչել Զանգեզուրի միջանցք, սակայն անկախ անվանումներից այնուամենայնիվ էությունը չփոխվեց։ Չփոխվեց այն հանգամանքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով ստացան միջանցք։ Այո, հենց միջանցք, որովհետև եթե մի պահ կտրվենք անվանումներից, այն ունի միջանցքի տրամաբանություն։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները շեշտեն, որ այդ ճանապարհի վրա գործելու է Հայաստանի օրենսդրությունը, Հայաստանի մաքսային և հարկային բոլոր օրենքները տարածվելու են այդ ուղիով օգտվողների վրա, այնուամենայնիվ կրկին պետք է հիշեցնեմ Ալիևի ոչ վաղ անցյալում արած հայտարարությունը, որ Ադրբեջանից Նախիջևան
իրականացվող բեռնափոխադրումները չպետք է վերահսկվեն որևէ մեկի կողմից։ Ցավալիորեն կյանքը ցույց է տվել, որ առ այս պահը իրականացել են միայն Ալիևի հայտարարությունները։ Որքան էլ որ Հայաստանի իշխանությունները փորձել են հերքել դրանք, այնուամենայնիվ մենք կանգնել ենք փաստի առաջ։ Եվ հետևաբար, որքան էլ որ մենք փորձենք հետևել իշխանությունների հորդորներին, որ չպետք է լսել Ադրբեջանի կողմի հայտարարությունները, այնուամենայնիվ դա նմանվում է ջայլամի քաղաքականությանը, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ ոչ մի հայտարարություն իրականության հետ այդպես էլ որևէ աղերս չի ունեցել։ Նույն պարագան է հարգելի հետևորդներ նաև այս դեպքում։ Ալիևը ոչ միայն ավելացնում է, ինչը նաև պարզ դարձավ զեկույցից, ոչ միայն ավելացնում է հռետորաբանությունը, այլ նաև այդ ուղղությամբ անում է քայլեր։ Նա արևմտյան Ադրբեջան այդ կեղծ գաղափարախոսությունը գեներացնում է ողջ աշխարհում, ինչը իդեպ լեգիտիմացվում է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանը արևմտյան Ադրբեջան այդ կեղծ ու Հայաստանի Հանրապետության գոյությունը ժխտող գաղափարախոսությունը ուղիղ համեմատության մեջ դրեց, այսինքն դրեց նժարի նույն հարթության վրա արևմտյան Հայաստանի հետ, դրանով նա լեգիտիմացրեց արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը։ Այն օրը, երբ որ նա Ալիևին կոչ արեց, որպեսի նա հրաժարվի այդ գաղափարախոսությունից, փոխարենը խոստանալով, որ իրենք, այսինքն ՔՊ-ական իշխանությունը կհրաժարվի արցախցիների վերադարձի արդարացի իրավունքից, դրանով նա կշեռքի նույն նժարին դրեց այդ երկու, մեկը արդարացի իրավունքը, մյուսը կեղծ գաղափարախոսությունը եւ լեգիտիմացրեց կրկին անգամ արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը։ Եվ արդյունքը նորից եղավ նույնը, ինչ Միջանցքի դեպքում։ Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին արցախցիների վերադարձի արդարացի իրավունքից, սակայն Ալիևը այդպես էլ արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունից չհրաժարվեց։ Եվ կարծում եմ, շուտով մենք կլսենք նաև Ալիևի մյուս հայտարարությունը, որ կամ Հայաստանի իշխանությունները կհամաձայնվեն, որպեսի ադրբեջանցիները վերադառնան չակերտավոր ասված իրենց պատմական հայրենիք, կամ մենք նրանց կվերադարձնենք զենքի ուժով։ Ցավոք, հաշվի առնելով նախորդ դեպքերը, ապա այս պարագայում եւս չի բացառվում, որ իշխանությունները կրկին մոգոնեն ինչ-որ անվանումներ, իհարկե նորից Ալիևի համար նշանակություն չի ունենա, թե ինչ վերնագիր այդ ամենին կդնի Նիկոլ Փաշինյանը։ Կմոգոնեն ինչ-որ անվանումներ, դիցուք, մենք արդեն թևակողել ենք ամբողջովին խաղաղության դարաշրջան, ոչ միայն դարաշրջան, այլ հազարամյակ, սակայն կյանքը կբերի նրան, որ մենք փողոցներում տեսնենք բազմահազար ադրբեջանցիներ։ Հիմա իսկ ինչ է անում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի պատասխան Ալիևի զենքերի։ Մենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում ի պատասխան Ալիևի զենքերի Հայաստանի իշխանությունների կողմից տեսել ենք 1 փաստաթուղթ, 1 մրցանակ եւ 1 հրավերք։ Առաջինը, խոսքս փաստաթղթի մասին է, վերաբերում է Թրիփին, այլ խոսքով Թրամփի ուղուն։ Հարգելի հետևորդներ, Թրամփի ուղին չի կարող հանդիսանալ անվտանգային համակարգ եւ ոչ մի պարագայում չի կարող երաշխավորել մեր անվտանգությունը։ Նա առհասարակ որևէ աղերս չունի անվտանգային համակարգի հետ։ Այդ Թրամփի ուղին ամբողջովին ունի քաղաքական բնույթ եւ ելի եմ շեշտում անվտանգության հետ ոչ մի կապ չունի։ Երկրորդը խոսքս մրցանակի մասին է։
Մի վարքյան ես ընթերցեմ այդ մրցանակի անունը, որովհետև ճիշտն ասած ինչ մեղք ստացնեմ, առաջին անգամ էի լսում, ահա, Զայեդ։ Իշխանությունները, ավելի շուտ կառավարությունը հայտարարություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը արժանացել է Զայեդ մրցանակի, որը փետրվարին կստանա Աբու Դաբիում, եւ նրան այդ մրցանակը շնորհվում է Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու իր ջանքերի համար։ Հարգելի հետևորդներ, հավատացեք, այս մրցանակը Նիկոլ Փաշինյանի համար ունի ընդամենը PR արժեք, որը նա փորձում է ծախել հանրության վրա, որովհետև այն որևէ գրոշի արժեք չունի։ Ռեալ քաղաքականությունում նման մրցանակները այն էլ ինչ որ անհայտ ծագմամբ, դե այդքան էլ անհայտ չի ծագումը, սակայն այդքան էլ հեղինակավոր չէ, ինչքան որ կառավարությունն է փորձում այդ իմիտացիան ստեղծել, նույնիսկ եթե լիներ հեղինակավոր մրցանակ, որևէ մրցանակ ռեալ քաղաքականության մեջ ոչ մի արժեք ու ոչ մի կարևորություն չունի։ Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան սրտիկների համար կարող էր արժանանալ Կանի մրցանակի, կամ իր պատարակների, կեղծ պատարակների մասնակցության համար կարող էր ստանալ Օսկար։ Սակայն դրանք հավելյալ անգամ շեշտում եմ, որ ոչ մի արժեք ու ոչ մի նշանակություն չունեն։ Հավատացեք, փետրվար ամսին այդ Զայեդ կոչեցյալ մրցանակը կտրվի Նիկոլ Փաշինյանին ու հաջորդ իսկ օրը կմոռացվի նույնիսկ այդ մրցանակը տվողի կողմից։ Ինչ վերաբերում է հրավերքին, ապա դա Թրամփի հրավերքն է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա մասնակցի խաղաղության խորհրդին որպես լիիրավ անդամ։ Այդ խաղաղության խորհուրդը ըստ ամերիկյան կողմի Թրամփը ցանկանում է ստեղծել որպես հակակշիռ ՄԱԿ-ի։ Սակայն ռեալ կյանքում դեռևս նա իր կենսունակությունը չի ապացուցել։ Իրական կյանքում նույնիսկ անհայտ է, թե նա ինչ ապագա կունենա։ Սակայն կրկին անգամ Նիկոլ Փաշինյանը օդից ինչ-որ հրավերքը փորձում է ծախել հանրության վրա այն դեպքում, երբ այսօր Ալիևը իր տված հարցազրույցում շեշտեց, որ ցավալիորեն աշխարհում այսօր գերակայում է ոչ թե օրենքի, այլ ուժի իշխանությունը։ Այսինքն Ալիևը հերթական անգամ ակնարկեց, որ մենք մեր հարցերը պետք է լուծենք ուժի միջոցով։ Եվ վերջում, հարգելի հետևորդներ, այս ամենին ցանկանայի նաև հավելել Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, զեկույցը անվտանգային համակարգի մասին, որից ակնհայտ դարձավ, որ մեր անվտանգությունը գտնվում է խիստ ողորմելի վիճակում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, մեր անվտանգության երաշխավորն է այն հանգամանքը, որպեսզի աշխարհում մենք իմանանք մեր տեղը։ Ժողովրդական լեզվով ասած, չափը ճանաչիր։ Եվ հա Նիկոլ Փաշինյանը հանրությանը որպես անվտանգության երաշխիք է ներկայացնում այդ խղճուկ, այս ողորմելի, այս ինչ ասեմ, պարտության տանող ձևակերպումը։ Ահա սա է, հարգելի հետևորդներ, Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի պատկերացումների տարբերությունը խաղաղության վերաբերյալ։ Եվ վայ մեզ, որովհետև Ալիևը որովհետև երկուսն էլ գործոն քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։ Սակայն Ալիևը այդ քայլերը տեսնում է զինվելով ու ենթադրում ենք իր հայտարարությունից նաև հարցերը ուժով լուծելով, իսկ Նիկոլ Փաշինյանը ընդամենը պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին հանրությանը կերակրելով ինչ-որ թղթերով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը փորձում է այս ամենը օգտագործել ընդամենը
իր վերարտադրության համար։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։